Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Այլ հարցեր։ Ընտրեմ։ Ես փորձեմ այդ մասով շատ հագիշտ ասեմ, որովհետև նախ ինչպես գիտեք, փաստաբանական թիմում են մեր Լիաննան, այդ մասը վստահ եմ ինքը շատ ավելի լավ ինձանից կպատասխանի, ուրեմն մեր փաստաբանական թիմով ներկա պահին քննարկումներ ենք անցկացնում կապված մեր հետագա գործողությունների հետ, հենց ունենանք վերջնական որոշում մեր քայլերի մասով, անպայման ձեզ տեղյակ կպահենք։ Ես ամենայն անգերցամ, քանի որ այնտեղ քրեակատարական հիմնարկում տեղեկատվությունը շատ ավելի ուշ եւ դժվար էր հասնում, ես որ իմացա մոտավորապես 15, չեմ սխալվում 14-15 ժամ դատավարությունից հետո դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ եւ հաջորդ օր առավոտյան 11:30 հրաբարակել են, որ կալանք եւս 2 ամսով երկարաձգվում է, իմ համար արդեն այս ամենը ծիծաղելու չէ, ողբալու աստիճան ցավալի է, որովհետև վստահեցնում եմ ձեզ, ես քրեակատարական հիմնարկում եմ եղել ընդամենը 28 օր, ոչինչի համար, իսկ ազգային բարերար հայրենասեր, հայրենանվեր մարդը արդեն 5 ամսից ավելի է գտնվում է անազատության մեջ ու դեռ առնվազն, ինչպես հասկանում ենք, եւս 2 ամիս է լինելու է, հուսամ սա վերջին երկարացումն էր, այս ամենը իրոք խայտառակություն է, վստահ եմ նման բան աշխարհում հիմա երևի չասեմ շատ քիչ, հնարավոր ոչ մի իրավական է, նորմալ երկրում տեղի չի ունենում, ու այստեղ հարցը ինչի որ ես շեշտեցի ազգային բարերար Սամվել Կարապետյանը, Աբորոնի կալանքի տակ, այստեղ հարցենը թե լավ, վերջո, ինչի համար, ընդամենը մեր ձևով բառակապակցության համար անձին զրկեց իր ընտանիքից, իր գործերից, դա խոսում է միայն իմ կարծիքով վախի մասին, որովհետև ենթադրում եմ ողջամտորեն, որ ուղղակի Սամվել Կարապետյանը խանգարում է, ուրիշ ոչ մի Արձանագրել եք, թե ինչ վիճակում են գտնվում կալանավորները, ինչ պայմաններում են, եւ այդ առումով որպես իրավաբան մտածել եք, որ փոփոխություններ անել այս ոլորտում։ Միանշանակ չափից ավել շատ փոփոխություններ ունենք այնտեղ կատարելու, որովհետեւ ինչքան էլ դրսից փորձես հասկանալ խնդիրները, այդ ամենը կարող ես հասկանալ միայն ներսում գտնվելով ու խոսքը նրամասիչոր ներսից, օրինակ չգիտեմ, փաստաբան լինես, տեղեկատվություն ստանաս, թե ինչի կարիք ունեն, այլ ներսում գտնվելով, ներսում ժամանակ անցկացնելով հստակ հասկանում ես, թե ինչ իրական խնդիրներ ունեն կալանավորները։ Ես նաև մի բան ասեմ, այս ընթացքում կալանավայրում գտնվելու ժամանակահատվածում ես հասկացա, որ սա որպես փաստաբան եմ ասում, հասկացա, որ մեր դատական համակարգը, իրավապահ մարմինների մասով մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք, որովհետև կալանքը նաև ինքը ստեղծված չի պատժելու համար։ Դա նաև խոսում է դրա մասին խոսում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան իր բազմաթիվ նախադեպային որոշումներով, դրա մասին խոսում մարդու իրավունքների եվրոպական դատարանը ու վստահ եմ շատ մարդիկ ազատության մեջ կլինեին, չեմ խոսում էսպայն արտարացման մասին, ազատության մեջ կլինեին եւ կալանավայրում չէին անցկացնի այդ իրենց կյանքի թանկ օրերը, թանկ ամիսները, այլ կլինեին իրենց ընտանիքի կողքին եւ արդեն դատարանը կկայացներ դատավճիռը, ըստ այդմ պարզ կլիներ ով է գնալու տուն, ով է արտարացվելու եւ ում մասով ունենան դատավճիռ։ Մյուս հարցին երկարի Անցանոթ ճիշտ է, երկու օր է ազատության մեջ, բայց առաջ խոսում էինք ուժային գործողությունների մասին եւ ասում որ դա վախեցնելու է, այսպես մարտավարություն է կամ վախեցնելու նպատակ ունի,
տեսեք, որ ընթացքում շփումներով որևէ բան հասկացեք, վախեցած են օրինակ Գյումրիում, ձեր համակի ներկայացուցիչները, որտեղ այն գործողությունը, որ կարի բերետավորներն արեցին, Գյումրիի գրող անուն է ստացել ըստ որոշ Ռեսպուբլիկան օգտատերերի։ վախեցած եք Վստահ եմ ոչ։ Ես իմ մասով առաջի հերթին ասեմ, որ ես նույն կերպ օրենքի սահմաններում շարունակելու եմ իմ աշխատանքը, օրենքի սահմաններում պայքարելու եմ նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը իրոք լինի ժողովրդավար պետություն, վստահեցնում եմ նաև, որ ինձ հաղթելը առնվազն նման ճանապարհով հեշտ չի լինելու, որովհետև այս ամբողջ ընթացքում կարող է դրսում գտնվող մարդկանց համար թվա, որ 28 օրը շատ քիչ ժամանակ է, բայց դա բավականին լուրջ ժամանակահատված է, գտնվելով, երբ որ գտնում ես 4 պատի մեջ, ազատությունից սահմանափակված ես, նամանավանդ ոչնչի համար։ Գյումրեցիների մասով ում հետ որ հասցրել եմ այս օր ու կեսվա խոսեմ, իհարկե դեռ ցավոք չեմ եղել, հույս ունեմ վաղ արդեն կգնամ, կանցնեմ իմ բնականոն աշխատանքին, կներեք, վստահ եմ չեն կոդրվել ու չեն կոդրվելու, որովհետև ինչպես մեր նաև Նարեկ Կարապետյանը, դե չեմ սխալվում հարցազրույցներից մեկում նշեց, որ հիմա ավելի շատ ամոթ է կարծես դուրս է գտնվել է, վստահ եմ նմանատիպ բաները մեզ չեն կոդրելու։ Մեր ուսուցիչները հարցում են ընտրան։ Ըստ էս դա որքան կշարունակվի Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգումը եւ որն է իշխանությունների վերջնահայտարարը։ Ես պատասխանում եմ մասով։ Ես երևի պատասխանում եմ այդ հարցին։ Ցավալիորեն պետք է նշեմ, այդ խոսքի սկզբում նշեցի, որ եզակի այն դատավորներից Ռուբեն Ռշտունին կայացրեց այս որոշումը։ Երբ որ կգտնվի այդ եզակիներից, այդ ժամանակ էլ կդադարի Սամվել Կարապետյանը գտնվել ապօրինի անազատության մեջ։ Այսքանը կարող եմ ասել։ Մոտայություն։